Քաղաքացիական ակտիվիստ Վարդգես Գասպարիի գործով քննությունը հարթ չընթացավ։ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում պաշտպանական կողմը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց դատավորին, նշելով նրա թույլ տված սխալները նիստի ընթացքում։ Դատավոր Նելի Բաղդասարյանը պաշտպանական կողմին հորդորեց կոռեկտ արտահայտվել, սակայն իրավիճակն ավելի սրվեց, երբ պաշտպաններից Լուսինե Հակոբյանը ներկայացրեց միջնորդության լրացում, նշելով, որ իրենց մոտ կասկածներ են առաջացել դատավորի հոգեկան առողջության մասին։ Դատավորն արդեն չդիմացավ եւ հեռացավ խորհրդակցական սենյակ Լուսինե Հակոբյանի նկատմամբ սանկցիա կիրառելու համար։ Դատական նիստի երկրորդ մասն արդեն անցավ առանց պաշտպանական կողմի մասնակցության։ Սկզբում հեռացել էին փաստաբանները զբաղված լինելու պատճառաբանությամբ, հետո էլ Վարդգես Գասպարին, որն անիմաստ էր համարել իր մասնակցությունը առանց պաշտպանների։ Թեև պաշտպաններն իրենց զբաղված լինելու մասին դեռ 3 էին տեղեկացրել դատավորին, այնուամենայնիվ վերջինս որոշեց նրանց նկատմամբ կրկին սանկցիա կիրառել, այսինքն դիմել փաստաբանների պալատ կարգապահական վարույթ սկսելու համար։ Բացի այդ մերժեց ինքնաբացարկի միջնորդությունը։ Որոշում կայացվեց նաև Վարդգես Գասպարիի մասով։ Նրան մարտի 23-ին բերման կենթարկեն դատարան, վերջին խոսքով հանդես գալու համար։